Եկել էի ռադիո եւ ասել էի, որ ինձ դուր չի գալի ինչ դուք անում եք, որպես ռադիո լսող, եւ Շուշանիկը ասաց, ես միգուցե դու ինքդ փորձես, որ անիմաստ մենք գիտենք, չէ՞, հիմա դա 99 թվականին էր, իսկ թե հիմա ինչքան անիմաստ խոսացող եւ կոմենտ գրող մարդիկ կան աշխարհում եւ Հայաստանում անթիվ, բայց անիմաստ խոսելը շատ ավելի հեշտ է, քան ինչ-որ բան փորձել փոխել։ Ես ուզեցել եմ լինել այնպեսին, ինչպեսին ես կամ, ինձ մոտ դա ստացվել է, շատերի մոտ ցավոք սրտի ոչ, եւ ես իմ ամբողջ կյանքս պայքարում եմ եւ աշխատում եմ, որ առհասարակ իմ երեխաներին եմ միշտ դա ասել, որ չպետք է նմանվեք մնացածին, փորձեք լինել եզակի, դա կարևոր է։ Ես համոզված եմ, որ եթե ես հանդիպեի Մեսրոպ Մաշտոցին, մենք իրար զրուցելու բան կունենայինք, որտեղ երկու երիտասարդներով, որտեղ կապ չունին քանի տարեկան Մեսրոպ Մաշտոցը կյանքից հեռացել եւ քանի տարեկան եմ հիմա ես։ Մեծ Բրիտանիան տարեկան ստանում է միայն կրթության համար գումարներ, որոնք որ գալիս են երկիր 42 միլիարդ դոլար կամ ֆունտ ստերլինգ անգամ։ Այսինքն 6-7 անգամ ավելի շատ, քան մեր պետբյուջեն է։ Չէ՞ որ Ռուբեն Վարդանյանը երազում էր, որ մեր երկիրը դառնա այդպիսի երկիր, որտեղ որ կրթությունը կլիներ ամենաառաջինը եւ Դիլիջանում կարողացան ստեղծել այդպիսի դպրոց։ Հայաստանում տիրող մթնոլորտը ինչպես կբնութագրես, ինչ է կատարվում մեր հայրենիքում։ Իմ ու քո հայրենիքում ինչ է կատարվում։ Մեր հայրենիքում կատարվում է այն, ինչին մենք արժանի ենք բոլորս։ Մարդ, որը կարող էր դառնալ իր ամբողջ կյանքով իդեալական հակակշիռ իշխանությանը, որոշեց, որ ոչ, ինքն է դառնալու իշխանության տերը։ Սուտ խոսել, որ ճշմարտությունը արդեն։ Այնքան ենք մարդկանց ասում ենք, ես սիրում ենք, մենք քեզ հարգում ենք, հետո այդ մարդը պատտվում է, մենք իրան միջից ինչ ասես ասում ենք։ Այնքան ենք ասում, որ ես քեզ կսատարեմ, հետո այդ մարդուն բանտարկում են ու իրան չես սատարում։ Դա ավելի լավ է։ Գուցե չխոսանք։ Ողջույն, 24 նյուսի եթերում անուշադրության կենտրոնն է, ես Անին եմ Տեր-Գուլանյան, այսօր իմ հյուրը հեռուստառադիո հաղորդավար եւ պարզապես հետաքրքիր մարդ Եգոր Գլումովն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Գոր, ես գիտեմ, որ այս հարցը երևի բազում անգամ էին քեզ տվել, ես տամ եւ մեր տաղավարում էլ թող հնչի պատասխանը, ինչու Եգոր Գլումով, չէ՞ որ դու Գոր Գրիգորյան ես։ Ռադիո բանի, այսպես ասած, կանոնադրության մեջ գրված էր 1998 թվականից, երբ որ մենք ծնվել ենք դեկտեմբերի 8-ին, որ բոլոր հաղորդավարները, որոնք որ դուրս են գալի եթեր, պետք է ունենան, այսպես ասած, կեղծ անուններ, որոնք որ կապ չեն ունենա իրենց իրական անուն ազգանների հետ, եւ ես էլ բոլորի պես Արամ Ղարախանյանը, Մաքսիմ Գորկին է, Մարիամ Մաթեոսյանը, Մաշա Մատրեևան, վերջը, բոլորը ունեն կեղծանուններ, ես էլ Եգոր Գլումով կեղծանուն։ Ընտրեցիք Եգոր Գլումով։ Ես ի սկզբանե եղել եմ ծրագրերի տնօրեն եւ պահանջում էի բոլոր հաղորդավարներից հայերեն թարգմանություն չգիտեմ ինչպես է այդ բառի, գլումիցա։ Հումորով մոտենալ, հա, ինչ որ։ Դա մի քիչ ավելի շատ սարկազմի է խփում, այդպես միգուցե բարի հումոր չի։ Եվ երբ որ ծրագրային տնօրենը դարձավ ոչ այդքան լավ կյանքից հաղորդավար, փաստորեն Գլումովը պարզեր, դե Գորն է դարձավ Եգոր, հետո հիշեցինք, որ Եգոր Գլումովը դա Աստրովսկու հերոսներից մեկն է նաև, իր հեղինակած պիեսներից մեկում եւ բացի դրանից հայրիկս ունեցել է քեռի, որը որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ անհայտ կորել է, որի անունը Եգոր էր։ Այսինքն տատիկիս հարազատ եղբոր անունն է նաև հորական, տենց էլ մնացի Եգոր Գլումով։ Վերադարձրել եք sense ոնց որ արմատներին նայել, էլի։ Այո, միգուցե չենք մտածել սկզբից, բայց շատ բաներ ինչ որ մեր կյանքում լինում է առանց երկար բարակ մտածելու, հետո փորձում ես իմաստներ գտնել դրա մեջ եւ փաստորեն իմաստներ կան ամեն ինչի մեջ։ Գորկո կենսագրությունը շատ հետաքրքիր է։ Փաստորեն դու ապրել ես Ռուսաստանում, հետո եկել ես Հայաստան, ու հայրդ մասնակցել է Արցախյան պատերազմին, եղբայրդ է մասնակցել։ Այո, պատերազմներին։ Բոլոր։ Դու ինքդ ես մասնակցել 44-օրյա պատերազմին։ Այդ ինչ ընթացք է, որ ինչու տեղափոխվեցիր Հայաստան, ինչպես եղավ։ Դե երբ որ տեղափոխվում ենք Հայաստանից ոչ մեկ չէր հարցնում, որտեղ ես դեռ երեխա էի, փոքր չեմ եղել, բայց երեխա էի, բայց դա իմ ծնողների որոշումն է եղել, այստեղ
սովորելու ընթացքում հայրիկս որոշել էր, որ պետք է Ռուսաստանի Դաշնությունում ուսումը ավարտի, իր բժշկական, մաման արդեն ավարտել էր, եւ նա միշտ գիտեր, որ գնալուց գիտեր, որ օրերից մի օր վերադառնալու է, եւ այնտեղ ամեն ինչ թողնելով մենք վերադարձանք այստեղ ոչինչ չունենալով աստորեն, այստեղ գոյություն ուներ իմ պապիկիս, տատիկիս բնակարանը, որտեղ որ մենք բոլորս ապրում էինք, պապիկս, տատիկս, հորեղբայրս, չամուսնացած մեծ տատիկս եւ մենք սկզբից 4 երեխա, հետո 5 երեխա այդքանով ապրում էինք 3 սենյականոց բնակարանում, իսկ այնտեղ Ռուսաստանի Դաշնությունում մեկ վայրում թողել էինք 4 սենյականոց բնակարան, վերադարձել ենք, այսինքն ծնողներս վերադարձել են պետությանը, մյուս տեղում արդեն ունենք գյուղում ունենք 2 հարկանի լիտոն, տենց գյուղական եւ Տոմսկում վերջում ապրում ենք հանրակացարանում, բայց դա ընտանեկան հանրակացարան է, ես համոզված եմ, որ եթե պապան մաման ուզենային այնտեղ մնան, մեր բնակարանի պայմանները հաստատ ավելի լավ կլինեին, բայց պապան միշտ գիտեր, որ պետք է վերադառնա հայրենիք եւ դա չէր քննարկվում եւ մեզ համար էր դա շատ մեծ երազանք ու վերադարձանք, ես 7-րդ դասարանից այցելել եմ դպրոց այստեղ, դպրոցը ավարտել եմ, հետո ինստիտուտ եմ ավարտել, հետո եւս 1.5-2 տարի Ռուսաստանի Դաշնությունում եմ ապրել, արդեն ինքնուրույն, հետո նորից վերադարձել եմ եւ վերջ արդեն այստեղ։ Այդ ինքնուրույն ապրելուց հետո վերադարձը արդեն գիտակցաբար էր, չէ՞ որ մինչեւ այդ ասեցիր, ես չէի որոշում։ Այո, իհարկե, դե բանակի խնդիր կար, ես որ ավարտեցի ինստիտուտս, մենք զինվորական ռազմական կաֆեդրա ունեինք եւ ես այն ժամանակ շատ դժվար էր իրականում Հայաստանից դուրս գալ։ Դա 95 թվականն էր։ Եվ ես գնացի վայենկոմատ, պարզապես պահանջելով որ ինձ տանեն բանակ, ասացին, որ չէ, դուք չկաք ցուցակներում, այդ դեպքում ասացի, դե ինձ տեղեկանք խնդրում եմ տրամադրեք եւ այն եզակի դեպքերից էր, որ տեղեկանքով, օրենքով, այսպես ասած, երկրից բացակայել է, բայց շատ ծիծաղալու փաստ, որ պարզապես 2 շաբաթ անց դրանից հետո ոստիկանությունները այցելել են մեր տուն, որ ինձ տանեին բանակ, կարծես թե ես բանակից փախել եմ։ Ներկայացրեցին ծնողներս հետ այդ փաստաթուղթը եւ 2 տարի անց ես վերադարձա արդեն հայրենիք, գնացի ծառայության, ծառայել եմ, եղել եմ զինվորական ու կարծես թե ոչ մի բան չէր հուշում ինձ, որ ապագայում ես կարող եմ դառնալ հաղորդավար կամ չգիտեմ, ծառայում ինձ համար բանակում հետո այդպես ստացվեց, որ դարձա։ Զինվորական կենսագրություն ես ունեցա, այո, ես տեսա ու այդպես պատահաբար որոշել ես փորձել եւ անցնել հեռուստատեսային աշխարհ։ Ինչպես է եղել այդ անցումը։ Բավականին հեշտ է։ Այդքան էլ պատահաբար չի եղել, երևի։ Չէ, պատահաբարի խնդիր չէ, ես ստերեոտիպ պարզապես եկել էի ռադիո եւ ասել էի, որ ինձ դուր չի գալի ինչ որ դուք անում եք, որպես ռադիո լսող, եւ Շուշանիկը ասաց, ես միգուցե դու ինքդ փորձես, որ անիմաստ մենք գիտենք, չէ, հիմա դա 99 թվականին էր, իսկ թե հիմա ինչքան անիմաստ խոսացող եւ կոմենտ գրող մարդիկ կան աշխարհում եւ Հայաստանում անթիվ, բայց անիմաստ խոսելը շատ ավելի հեշտ է, քան ինչ-որ բան փորձել փոխել։ Ինձ առաջարկվեց ինչ-որ բան փորձել փոխել եւ ես փորձեցի ինչ-որ բան փոխել եւ կարծես թե 99 թվականից է։ 99 թվականին գնացել եմ առաջին անգամ, 2000 թվականից արդեն ռադիոյում աշխատում։ 99 թվականի վերջն էր դա։ Ես YouTube-ում մի հատ տեսանյութ տեսա, որտեղ ասում էիր, որ վերադառնալուց հետո ուզում էի ճղած ջինսեր հագնեի, ռոք էի սիրում, երկար մազեր էի ուզում պահել, բայց խնդիր էր Հայաստանում այդ ամենը։ Ոչ թե ուզում էի, այ այդպես էի ապրում, այո, որովհետեւ ես լսում էի ծանր ռոք, մետալ եւ այո, դա Ես ինքս էլ ռոքի սիրահար եմ, դե հատկապես այդ տարիքում, այդ շրջանում, բայց շատ դժվար էր այդ ամեն ինչով ապրել 86 թվականին, 3-րդ մասում Երևան քաղաքում եւ առհասարակ անգամ սովետական միության մեջ ընթա ես ինձ թվում է, բայց այո, ես այդպես էի, պայքարող էի եւ Ինչ էիր լսում ռոք, հետաքրքիր է ուղղակի սա, ուղղակի ինձ էր արդեն հետաքրքրում։ Ինչ խմբեր էր լսում։ Ինչ էիր լսում, հա, ռոք երաժշտություն։ Որ խմբերը։ Zep, Metallica, Megadeth, Pink Floyd։ Pink Floyd այդքան չէ, Pink Floyd-ը ավելի լուրջ երաժշտություն էր եւ կարծես թե ավելի դժվար մատչելի։ Այդ տարիներին էր Nirvana-ն, երբ որ հիշում եմ ինքնասպան եղավ Կոկոբյան։ Nirvana-ն արդեն 91 թվականին, երբ որ ես
ընդունել ինստիտուտ։ Իսկ ես ասում եմ խոսում 86 թվականի մասին։ 86 թվականին, երբ որ ես եկա Հայաստան, արդեն այն ժամանակ իմ ռոք երաժշտության կողմ կամ դեմ, ինչքան հայերեն ինչպես է ճիշտ, սերը ծնվել էր դեր Սիբիրում, այնտեղ եմ առաջին անգամ լսել իմ ընկերներից ավակ, որտեղ միշտ ավակ ընկերներից հետ է շփվում, այդպես է ստացվել։ Եվ այնտեղից ես այդ սերը բերեցի հետս այստեղ եւ հասկացա, որ դա խնդիր է եւ խնդիրը ոչ միայն նրանում է, որ դու լսում ես այդպիսի երաժշտություն, այլ եթե դու լսում ես այդպիսի երաժշտություն, գոյություն ունի այդպիսի սուբկուլտուրա, երբ որ դու ունեիր այլ կեցվածք, չգիտեմ, ապրելակերպ էր, մտածողություն էր նաեւ դա։ Ժինջիներ էր ձեռքերին, պարանոցին, երկար մազեր ունեիր, ճղած ջինսեր էիր հագնում, այդ ճղած ջինսերով փորձում էիր պայքարել դպրոցում սովետական դպրոցում համազգեստի դեմ եւ կարծես թե մեզ մոտ ստացվել էր դա, մենք սովետական միության մեջ միգուցե առաջին դպրոցներից էինք, որոնք որ կարողացանք ինքնակառավարում ունենալ, Բերինսկու անվան։ Այո, ես շատ շնորհակալ եմ մեր բոլոր դասատուներին, որոնք որ կարողացան դիմանալ մեր բոլոր այդ խնդրություններին, տնօրենին Գեորգի Լազարևիչին իհարկե առասպելական կերպարել, հա։ Վերջը խնդիրներ կար իրականում, բայց այդ խնդիրները ավելի շատ ոչ թե դասատուների հետ էր, այլ դպրոցական իմ դասընկերների հետ, որոնք որ տարիներ անց, տասնյակ տարիներ անց, միգուցե երբ որ ես դարձա արդեն հայտնի կամ բավականին հայտնի անձնավորություն, բոլորը ով ինձ հանդիպել է, ում հետ ես ունեցել եմ կոնֆլիկտներ, խնդիրներ, խոստովանել են, որ այո, դու դեմք ես, բայց ցավոք սրտի շատ ուշ, որտեվ այո դու դեմք ես, երևի թե ավելի լավ կլներ ես այն ժամանակ լսեի, բայց այն ժամանակ դա խնդրեմ էր եւ խնդիր իրական։ Գուցե ինչ որտեղ նաեւ լավ էր, որտեղ դա նաեւ մոտիվացիա Ես ոչ մի վատ բանի մասին ես ինձ համար լավ էր իհարկե, դա ինձ ավելի այսպես ասած կոպեց իմ ապագա բոլոր կյանքի համար ես ոչ մի խնդիր չունեմ խնդիրը նրանում է որ ցավոք սրտի դա տեսեք ես խոսում եմ 80-ականների վերջի մասին հիմա մենք ապրում ենք 21-րդ դարի առաջին քառորդը ավարտվում է բայց այդ խնդիրները մեր հասարակության մեջ մինչև հիմա կան մենք չենք սիրում շատ ավելի քիչ պես կան այո չէ շատ ավելի քիչ մի ասեք մենք չենք սիրում նրանց որոնք որ տարբերվում են Միգուցե հիմա ճղած ջինսերով ամբողջ աշխարհում չի այդպես։ Ամբողջ աշխարհն ինձ այդքան չի հետաքրքրում։ Ինձ միշտ թվացել է, որ մենք իրար նկատմամբ, քանի որ քիչ ենք, հայ ենք, իրար նկատմամբ պետք է ավելի բարի լինենք, ավելի հասկանալով։ Այն խնդիրը, որ այսօր ճղած ջինսեր բոլորը հագնում են կամ նեղ ջինսեր, դա չի հարցը։ Հարցը նրանում է, որ այսօր միգուցե երկար մազերով մարդկանց նկատմամբ չի։ Ուղղակի եթե մարդը այլ կերպ է մտածում, տարբերվում է, այլ կերպ է հաց ուտում, այլ կերպ է մենք նրա նկատմամբ այլ կերպ է մտածում, այլ կերպ է ապրում, սխալ ենք վերաբերվում եւ դա խնդրեմ է, խնդիր է, որովհետեւ մեր հասարակությունը, ցավոք սրտի մեծամասնությունը ուզում է լինել միանման։ Եթե այն ժամանակ բոլորը հագնում են փայլուն տաբատներ, անհասկանալի գույներով հիմա միգուցե բոլորը հագնում են ճահած ջինսեր։ Տարբերություն չկա, ուղղակի բոլորն են դա անում։ Հասարակություն բառը օգտագործեցիր եւ ինքը այնքան համահունչ էր այդ քո ներկայացածին, որտեղ հասարակություն բառը հենց հասարակ բառից է կարծես հասարակ եւ հավասար։ Իսկ ես չեմ ուզեցել համահարթեցման պես ես չեմ ուզեցել լինել հավասար, հասարակ, ես ուզեցել եմ լինել այնպեսին, ինչպեսին ես կամ ինձ մոտ դա ստացվել է, շատերի մոտ ցավոք սրտի ոչ եւ ես իմ ամբողջ կյանքս պայքարում եմ եւ աշխատում եմ որ առհասարակ իմ երեխաներին եմ միշտ դա ասել որ չպետք է նմանվեք մնացածին փորձեք լինել եզակի դա կարեւոր է Գոր ընդհանրապես ընդվզող հոգին երիտասարդին է հատուկ ինչ որ թվարկեցիր հենց իմասի որ խոսեցին քիչ առաջ եւ քո կարծիքով ինչ որ բերում է երիտասարդությունը իր հետ այդ ընդվզումը այդ այլ կերպ մտածելը գուցե նորարարությունները ինքը միշտ ճիշտ է միշտ պետք է տալ հնարավորություն այդ ամենին բացվելու ներկայանալու միշտ ճիշտ չէ բայց դա այն է ինչի միջով պետք է յուրաքանչյուր անձ անցնի Իհարկե շատ լավ է որ մենք սովորում ենք ուրիշների սխալների վրա, բայց սովորաբար մարդիկ սովորում են իրենց սեփական սխալների վրա։ Եվ եթե դու ինչքան է դու փորձես ասել որ սա չէ, սա մի արա, միևնույն է երիտասարդը պետք է ինքը անի, ինքը ընկնի, ինքը վերկանա, ինքը իր գաղափարների շուրջ կարողանա ունենալ նաև
առողջ մտքեր, այո, եւ դա օգնում է ապագա կյանքում, որովհետեւ դուք հիմա ասում եք երիտասարդ, ես ինձ երիտասարդ եմ համարում մինչեւ հիմա եւ ամենադեպս հոգու ներսում ես նորից վերադառնում եմ 7-րդ, 8-րդ, 9-րդ դասարան, չգիտեմ, առաջի կուրս, երբեք չեմ մտածել նրա մասին, քանի տարեկան եմ իրականում, սպորտով զբաղվելուց միգուցե մտածում ես դրա մասին կամ վազելուց, երբ որ հասկանում ես, որ ավելի դանդաղ ես վազում, բայց մնացած բոլոր դեպքերում ես համարում եմ ինձ միգուցե յուրաքանչյուր այդ մարդ տենց է, չի հասկանում քանի տարեկան է ինքը, եւ համոզված եմ նրանում, որ հասարակությունը ոչ թե պետք է մարդկանց խանգարի, այլ օգնի, եւ եթե երիտասարդը հնվզում է, եթե երիտասարդը հարցեր է բարձրացնում, միգուցե պետք է լսել, միգուցե խնդիրներ կարելի է լուծել շատ ավելի, որոնք որ ապագայում մեզ ավելի լավ մշակված հող կտան ապագայի համար, որ մենք կարողանանք կառուցել առողջ եւ բանիմաց հասարակություն։ Իսկ քանի որ մենք բոլորս մտածում ենք եւ համոզված ենք, որ մենք ամեն ինչ գիտենք, իսկ իրենք ոչ, դրա համար է հիմա այս վիճակում ենք ապրում, թե հոգեբանական, թե պատմական, թե չգիտեմ, պոլիտիկայի հետ կապված, բոլոր առումներով դա խանգարում։ Ինքը քեզ ծանոթ է հենց այսօր Հայաստանում ապրող երիտասարդը։ Ոչ բոլորը, իհարկե, ոչ բոլորը, մեծամասնությունը ոչ, ցավոք սրտի, նորից եմ ես ասում, բայց այդ մեծամասնությանը դժվար է երիտասարդություն համարել, որտեղ ես տեսնում եմ բիձուկներ եւ տատիկներ։ Երիտասարդի արտաքինով եւ հակառականում։ Այո, խնդիրը դրանում է, որ եթե մարդիկ չունեն այդ եռանդը երիտասարդական, եթե ոչ մի բանի դեմ չեն ընդվզում, եթե չեն ուզում պայքարել, եթե չեն ուզում նոր բան իմանալ, դրա երիտասարդի միայն տարիքի մասին չի խոսքը, խոսքը հոգեվիճակի մասին է։ Ցավոք սրտի ես քիչ եմ դա տեսնում, իսկ այն երիտասարդների մեջ, որոնց որ մեջ տեսնում եմ, էական չի։ Ես համոզված եմ, որ եթե ես հանդիպեի Մեսրոպ Մաշտոցին, մենք իր հետ զրուցելու բան կունենայինք, որտեվ երկու երիտասարդներով, այո, որտեվ կապ չունենք քանի տարեկան է Մեսրոպ Մաշտոցը, կյանքից հեռացել եւ քանի տարեկան եմ հիմա ես։ Իսկ մեծամասնությունը դժվար է նրանց անվանել երիտասարդություն։ Եթե դու գնում ես եւ այն ժամանակ, երբ որ քո ուղեղը սպունգի պես պետք է ամեն ինչ ընդունի այդ ինֆորմացիան մաքսիմալից դու հեռախոսիդ մեջ անիմաստ, չգիտեմ ինչեր ես անում, դասի ժամանակ, զբոսանքի ժամանակ, զրույցի ժամանակ, ցավոք սրտի ռիլերս նայում թերթելով տենց շարունակական, հա, դա էական չի ինչ, էականա որ այն ինչ որ քեզ հիմա այս պահին միգուցե դուր է գալի, բայց շատ արագ կանցնի այդ ամենը, իսկ դու այն բագաժը, որ կարար այդ ընթացքում ստանալ, հետո ցավոք սրտի չես կարողանա օգտագործել։ Ես կարող եմ խոստով անել, որ այն կրթությունը եւ այն սերը, որ ես ունեմ բոլոր այն բաների նկատմամբ, որով որ ես հիմա զբաղվում եմ, ինձ մոտ սերմացրել են իմ ուսուցիչները, երբ որ ես եղել եմ 4-րդ, 5-րդ, մաքսիմում 6-րդ դասարան։ Դրանից հետո իմ հետաքրքրությունները բացարձակապես չեն փոխվել։ Պատմություն, գրականություն, դա այն է, ինչ որ ես այն ժամանակ ստացել եմ, եւ եթե ես չստանայի, կամ այն ժամանակ ստանայի օրինակ սեր դեպի մաթեմատիկա, գուցե ես կդառնամ մաթեմատիկոս, բայց ես չդարձա մաթեմատիկոս, որտեվ այլ բաներ են սերմացրել եւ այլ բաներ եմ ես խաղել ինձ համար։ Եվ դա եղել է այն ժամանակ։ Հիմա ես ուղղակի այդ պաշարը անդադ շատացնում եմ, որտեվ այլ կերպ չեմ կարող, որտեվ ինձ դա հետաքրքրում է, որտեվ ես դրանով ապրում եմ։ Գործը բազմազավակ հայր ես եւ 4 երեխա բազմազավակ։ Այո, բազմազավակ է։ Այսօր արդեն 4 երեխան բազմազավակ է։ Բազմազավակ։ Ուրեմն բազմազավակ ես։ Անվճար պետք է օգտվեմ տրանսպորտից, բայց չգիտեմ ինչպես դա պետք է անեմ։ Ինչպես են հայտնի կինոյի մեր ասում, ձրի կատ պետք է տանձ։ Կատ չեն տալիս, բայց տրանսպորտը կարծեմ Երևանում պետք է անվճար լինի, քանի որ ես բազմազավակ հայր եմ։ Դպրոցից գոհ ես այսօր, որտեվ երեխաները հաստատ հաճախում են եւ ոչ։ Նույն կարճ ասած։ Տեսնում ես թերություններ, ինչ թերություններ ես տեսնում։ Կարող ես 1-2-ը թվալ։ Մեր կրթական համակարգը թերի է, որովհետեւ երեխաները չեն գնում դպրոց հետաքրքրությամբ, որտեվ նրանք հետաքրքրված չեն գիտելիք ստանալու մեջ։
Նրանք սկսում են հետաքրքրվել գիտելիք ստանալու հետ մասին, երբ որ իրենք են հասնում դրան արդեն բավականին մեծ տարիքում երեխաների համար։ Իսկ դա պետք է սերմացնել երեխաների մեջ 6 տարեկանից կամ միգուցե էլ ավելի շուտ։ Դա խնդրեմ է մեծ։ Հիմա նույնիսկ տենդենսիա, որ կրթությունը նույնիսկ վնասում է երեխայի մտածելակերպի վրա, որ սահմանափակում է պատկերացումների վրա։ Տարբեր կրթություններ գոյություն ունեն, չէ՞։ Հիմա եթե մենք ապրում ենք փորձում ենք ապրել հին լեկալներով, հիմա փորձում ենք ապրել նոր լեկալներով, չկոտրելով հինը, չփոխելով ուսուցիչների մոտեցման, զարգացման, աշխատավարձի եւ այլն եւ այլն։ Եթե մարդը ստանում է, ինչպես մեր վարչապետն է ասել, մեր երկրում 2 ուսուցիչ կա, որ 700,000 դրամ, մնացածը շատ ավելի քիչ, տասնյակ հազարավոր ուսուցիչներ ունենք եւ եթե ուսուցիչը պետք է մտածի իր փոքրիկ աշխատավարձի մասին, պարզապես պետք է այդպիսի կրթություն տա։ Պետք է ուսուցիչը, բժիշկը, զինվորականը ամենաբարձր աշխատավարձ ստանան երկրում։ Եթե այդպես չկա, որակյալ զինվորականի, բժշկի եւ ուսուցիչի մասին իհարկե, եթե այդպես չէ, ուրեմն մենք ունենք այն ինչ որ մենք ունենք, այն հասարակությունը, որը մենք ունենք, բոլոր այն խնդիրներով, որը որ մենք ունենք։ Այդպես է։ Բայց պետք է կանգնել ինչ որ մեկ տեղում, հասկանալ, որ զրոյից պետք է սկսենք, բայց մենք չենք կանգնում, ոչ էլ առաջ ենք գնում, դոփում ենք ու գնում ենք հետ։ Աղջիկս թուրքերենի մասնագետ է եւ մի սերիալ էր նայում հատված, որտեղ որ հերոսն ասում է, որ կարող եք գիտես, ես զինվորական եմ, որ մեծ աշխատավարձ ստանամ։ Այսինքն տես նույնիսկ սերիալների միջոցով իրենք տարածում են թուրքական սերիալում, այսինքն թշնամիները դա բարձր են բարձրացնում այնքան, որ դե, այո, հասկացել են դա։ Դե ինձ թվում է, որ յուրաքանչյուր Եվ ոչ միայն հասկացել են, գովազդում են, որտեղ զինվորական լինելը լավ է, որտեղ որ ամենալավն է կրթության մակարդակը Ֆինլանդիան, այնտեղ յուրաքանչյուր ուսուցիչը ստանում է մեր ուսուցիչներից շատ ավելի շատ գումար, բայց աշխատում է շատ ավելի քիչ, որովհետև նա պետք է պատրաստվի, որովհետև նա հոգեպես պետք է պատրաստ։ Իսկ եթե դա դառնում է մեխանիկական աշխատանք, եթե դու պետք է օրական ամեն աստծո օր 6-ից 7 ժամ դաս տաս այն մարդկանց, որոնք որ չեն ուզում կրթվել, պարզա որ դա դառնում է մի հատ ինչ որ անհասկանալի զանգնոտի կրուկ, որից որ շատ դժվար է դուրս գալ, ես չգիտեմ ինչպես, պետք է ձանց շատ ավելի խելացի մարդիկ դրա մասին մտածեն, ես ուղղակի տեսնում եմ, որ սեր դեպի կրթություն չկա։ Հետո բացի դրանից մենք նաև չենք մտածում հասարակ բարձ բաների մասին, իմ դուստրը այս պահին սովորում է Շոտլանդիայում, փոքր մագիստրատուրայում, փոքր դուստրս մագիստրատուրայում է սովորում եւ հիմա աշխատանքներ է անում, որը որ կապված է նաև կրթության հետ, եւ չգիտեմ այս թվերը երբևիցե բարձրաձայնել են հայերեն լեզվով թե ոչ, Մեծ Բրիտանիան տարեկան ստանում է միայն կրթության համար գումարներ, որոնք որ գալիս են երկիր 42 միլիարդ դոլար կամ ֆունտ ստերլինգ անգամ։ Այսինքն 6-7 անգամ ավելի շատ, քան մեր պետբյուջեն է։ Միայն կրթության, այսինքն այդպիսի կրթություն է այնտեղ, այդպիսի մակարդակ է, որ ամբողջ աշխարհից մարդիկ գալիս են սովորելու, ուսում ստանալու եւ պետությունը այդքան ներմուծումներ է ստանում գումարային։ Եկեք մտածենք նաեւ դրա մասին, չէ՞ որ Ռուբեն Վարդանյանը երազում էր, որ մեր երկիրը դառնա այդպիսի երկիր, որտեղ որ կրթությունը կլներ ամենաառաջինը եւ Դիլիջանում կարողացան ստեղծել այդպիսի դպրոց, որը որ աշխարհի լավագույն դպրոցների տասնյակներ է մտնում։ Բայց մենք ունենք քանի հատ այդպիսի կրթական օջախ մեր երկրում։ Մեկ Դիլիջան, մի քանի երևի 4-5 դպրոց Երևանում, բուհ չունենք այդպիսի ցավոք սրտի եւ վերջ։ Իսկ քանի դպրոց ունենք եւ քանի բուհ ունենք, քանի քոլեջ ունենք։ Մեկ Դիլիջանի քոլեջն է աշխարհի լավագույն քոլեջներից մեկը եւ 3-4-5 դպրոց մաքսիմում Երևանում։ Վերջ։ Շատ քիչ է դա, շատ։ Դա հավոր քիչ է, որովհետեւ մենք պետք է Եթե մենք չունենանք կրթություն, եթե մեր երեխաները չունենան կրթություն, մենք ոչ մի ապագա չենք ունենան բացարձակ։ Ես գիտեմ, որ դուք մտերիմ եք եղել նաև Ռուբեն Վարդանյանի հետ, երբ եք վերջին անգամ իրեն տեսել ձերբակալվելուց։ Ֆիզիկապես տեսել։ Այո, ֆիզիկապես տեսել։ Ֆիզիկապես տեսել եմ վերջին անգամ նրան Արցախ գնալուց առաջ, իսկ ֆիզիկապես շփվել եմ իր հետ, իր ձերբակալելուց մի քանի ժամ առաջ։ Մի քանի ժամ առաջ։ Եվ ինչ եք զրուցում։ Դե խոսում ենք ինչ է կատարվում, ինչ չի կատարվում, խոսում ենք նրա մասին, որ միգուցե պետք է Ռուբենը
վերադառնա ինչ որ կերպ նա կտրականապես ասաց որ ոչ նա մնալու այստեղ ու մնաց։ Եվ հենց այդ օրը ձերբակալվեց Պաստորը։ Մի քանի ժամ հետո կամ մի ժամ հետո վերջին մեր խոսակցությունը այդ ժամանակ էր։ Եվ ինքը ինձ ասաց որ զբաղված է հիմա չի կարող հետո կզրուցենք։ Հետո մի քանի օր անց ձերբակալելուց ես WhatsApp-ում մենք բացի նրանց որ իրար հետ զրուցում էինք ուղիղ կապով նաև ձայնագրություններ էինք իրար ուղարկում եւ նկարներ, սկրինշոթեր տարբեր պարզեցի որ ոչինչ չի մնացել, ոչինչ չկա եւ միջև հիմա ինձ համար դա գաղտնիք է մեծ դա Ռուբենն է ջնջել թե արդեն երբ որ հեռախոսը հայտնվել է ադրբեջանցիների ձեռքում նրանք են ջնջել կամ օգտագործել հետո ես շատ մեծ ցավ է ապրում նրա համար, որտեվ դատարանի ժամանակ իմ եւ Ռուբենի վերջի հարցազրույցերից են դրվագներ ցույց տվել եւ դա էլ էր իր դեմ։ Հենց դա ուզում հարցնել, արդյոք իր դեմ օգտագործվել է ինչ-որ մի բան, որ կար ձեր զրույցին։ Այդտեղ կային բառեր, որոնք որ կոնտեքստից դուրս էին հանել, ադրբեջանցի ռոպագանդիստները եւ օգտագործում էին։ Հենց մեր իմ եւ Ռուբենի վերջի հարցազրույցից, երբ որ Ռուբենը Ստեփանակերտում էր այստեղ մենք այդպես ինտերնետի միջոցով կարողացանք հարցազրույց անցնել։ Ես ցավում եմ դրա համար, ցավոք սրտի դա այդպես է։ Որ դու մասնակցել ես 44-օրյա պատերազմին եւ ցենց մի հարց կարոտում ես Արցախը։ Ես Արցախ կարոտում եմ, եթե անգամ չմասնակցեի, որտեղ Արցախի հետ շատ սրտ կապեր ենք ունեցել, իմ կինս արցախցի է եւ մենք տարեկան քանի անգամ գնացել ենք իր հայրական գյուղ, մայրական գյուղ Մարտակերտի շրջան, Չլդրան, Մոխրաթաղ, Մեջշեն, երեխաները այնտեղ մեծացել են եւ իհարկե, այո, ինչպես նաեւ հարյուրավոր, հազարավոր արցախցիներ ես կարոտում եմ Արցախը եւ ունեմ իմ Արցախը եւ համոզված եմ, որ օրից մի օր ես կվերադառնամ Արցախ։ Հետաքրքիր է, որ բազմազավակ հայր լինելով հանդերձ որոշել ես գնալ պատերազմի եւ ինչն է մեջդ այդպես, որտեվ 4 երեխա բարդ է թողնել 4 երեխա, մեծ ընտանիք եւ գնալ պատերազմ։ Եթե կարճ պատասխանեմ, ես քան երեխա ունեմ։ Ես մեկ աղջիկ ունեմ։ Ես դեզանից 4 անգամ ավելի շատ բան ունի կորցնել դրա համար գնացի։ Այդքան է ստերեոտիպ։ Եվ գիտեմ, որ հազարավոր մարդիկ կան ինձ նման, որոնք որ ավելի շատ կորցնելու բան կար, հա։ Այո, ես ավելի շատ պաշտպանելու բան ունի։ Անդամներ ունի պաշտպանելու, քան օրինակ դուք։ Դրա համար ինձ համար դա քննարկելի հարց չէր։ Իմ հայրս 5 երեխա ունեցել եւ գնացել։ Իսկ մեր պապերը բոլորը բազմազավակ են եղել եւ պաշտպանել են ծերիկերը։ Գոր, այսօր Հայաստանում տիրող մթնոլորտը ինչպես կբնութագրես, ինչ է կատարվում մեր հայրենիքում։ Իմ ու քո հայրենիքում ինչ է կատարվում։ Մեր հայրենիքում կատարվում է այն, ինչին մենք արժանի ենք բոլորս, որովհետև մենք չենք սիրում իրար, որովհետև մենք ավելի շատ ատում ենք իրար, որովհետև մենք սիրում ենք, որ բոլորը լինեն միանման, որովհետև մենք ասում ենք, որ կյանքը պետք է լինի կամ սև կամ սպիտակ, այլ գույներ մենք չգիտենք, չենք ճանաչում, որովհետև մենք էգոիստ ենք, էգոցենտրիկ ենք, որովհետև մենք իշխանություն ենք սիրում, յուրաքանչյուրս, որովհետև մենք փող ենք սիրում, չենք սիրում օրենքներ, չենք սիրում իրար հարգել, չենք սիրում իրար եւ չենք կարողանում իրար սիրել։ Եթե բազմիցս դա կրկնել եմ եւ կկրկնեմ մինչեւ ստերեոտիպի իմ վերջին հարցազրույցը, եթե մենք մինչեւ հիմա Բաքում վիճող երեխաներին ասում ենք քարը կոլտուր գլխին հայ-հային, ինչի մասին է խոսքը։ Եթե մենք մինչև հիմա թույլ ենք տալի մեզ դիմացինին հայհոյել, ընդամենը 3 միլիոն մարդ ենք այստեղ ապրում, ամբողջ աշխարհում 11 միլիոն, գոնե իրար օգնենք, սիրենք, հարգենք, մենք ընտրել ենք այլ ճանապարհ։ Իրար չօգնել, իրար խաբել, իրար ծեծել, սպանել, ցավոք սրտի համաձայն չեմ այն մտքի հետ, որ հիմա ավելի շատ են սպանում, քան առաջ, ուղղակի մենք հիմա դրա մասին շատ ավելի արագ ենք իմանում, շատ դեպքերի ինչ որ եղել էր առաջ միգուցե մենք չենք իմացել, բայց թվականակը ինչ չի տոն տոկոսային հարաբերությունը չի փոխվում։ Սպանում ենք իրար, ատում ենք իրար, կռվում ենք իրար հետ, չենք հարգում իրար, չենք կարող իրար հետ զրուցել անգամ, երկխոսություն չենք կարող, ասողին լսող է պետք, Հովհաննես Թումանյանն ասաց, չէ՞, բայց մեկը ասում է մնացածը չեն լսում, հետո նրանք են ասում, ինքը չի լսում, տենց։ Ես ոչ մի զարմանալի բան գոյություն չունի։ Բոլոր
մարդիկ, որոնք որ գնում են ընտրությանը, նույն բանն չի ասում։ Նույն բանեն եմ ես խոսք տալի։ Որ լավա լինելու։ Լավա լինելու, այս հարցն ենք լուծելու, այո։ Բոլորը խափում են։ Այդտենց ոնց կլինի ապրել։ Հա, ինձ ասում են, որ Ֆինլանդիայում էլ են խափում, բայց ինձ Ֆինլանդիան չի հետաքրքրում։ Ես ուզում եմ, որ ստեղ չխափեն։ Փորձեք ճշմարիտ լինել։ Դժվար է դա, այո, դժվար ճանապարհ է։ Բայց ինչ ասեմ։ Գոր դու մեր մտավորականների արձագանքը նորմալ ես գնահատում այսօրվա Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ։ Նախ ես համարում եմ, որ ոչ մեկ իրավունք չունի ինչ-որ մեկից ինչ-որ բան պահանջելու։ Երբ որ դա էլ է խնդրեմ կամ խնդիր, գալիս են ասում են դու ում կողմնակից ես կամ քեզ պիտակավորում են, որ դու մի բան ես ասում։ Ասում են դու ես ստեյց ես, չգիտեմ, նիկոլական ես, ական ես, ես ական չեմ։ Ես մարդ եմ, ունեմ իմ սեփական անձնական կարծիքը եւ ոչ մեկ իրավունք չունի ինձ ասել, թե դու որ կարծիքը պետք է ունենաս, նախ դա։ Երկրորդը ոչ մեկ նախ այդ մտավորական բառը եւ մտածող մարդու դե նայեք ախր հիմա այնքան է ամեն ինչ խուրդվել կարելի այդպես ասել, չգիտեմ։ Ներողություն, պղինձա մոլիբդենի քարինի համար։ Բոլոր այն կարևոր բառերը, բոլոր այն դե ժամանակին այդ մարդիկ մտածող մարդիկ պատկերացրեք ովքեր էին եղել։ Ավետիք Իսահակյան, Թումանյան, Քոչար, Շիրազ, Սիլվա Կապուտիկյան։ Իսկ հիմա դե մասշտաբները անդրանում են, որովհետև մարդիկ ժամանակին երբ որ Հայաստանը Սովետ միությունում էր, չէ, երբ որ կոչ արեցին մի քանի հոգի հայ հասկացան այստեղ, որ մեզ հարկավոր է այստեղ Սարյանը, Թամանյանը, Քոչարը դիմեցին այդ մարդկանց, այդ մարդիկ ամեն ինչ թողեցին, իրենց լավ կյանքը, բարձր աշխատավարձները, Փարիզ, Թեհրան, Սանկտ Պետերբուրգ եւ այլն, վերադարձան այստեղ եւ սկսեցին այստեղ ստեղծել, արարել։ Այսօր պատկերացնում եք այդպիսի բան, որ մենք հիմա կոչ անենք, ու մենք չէ, բարձրապես մեզ չեն լսում ինչ-որ խելացի մարդկանց, որոնք որ կդիմեն հայ մեծահարուստներին, հայ, չգիտեմ, ընդ Նոբելյան մրցանակակիր ունենք էկոնոմիկայից այդ մարդուն։ Դե թող ամեն ինչ թողնեն գան Հայաստանով, չէ, հնարավոր չէ, որտեղ մանրացել է մարդկությունը, թե մենք, թե նրանք, ցավոք սրտի դա համատարած է։ Համատարած է, այո։ Եվ դրա համար ես համարում եմ, որ ամեն մարդ պետք է իր տեղում կարողանա ինչ-որ բան անի, մտածող մարդը պետք է ստեղծի, արարի, գրի, նկարի, քանդակի եւ մաքսիմալ քիչ զբաղվի պոլիտիկայով եւ այլն մնացած բոլոր, որտեվ դա ապացուցել է մեզ, որ ցավոք սրտի դա կեղտոտ բան է եւ յուրաքանչյուր ամենամաքուր մարդ, որ փորձում է դրանով զբաղվել, աղտոտվում է։ Գոր վերաբերմունք արտահայտելը համարում ես զբաղվել քաղաքականությամբ, որտեղ չէ՞ որ վերջին հաշվով դու քաղաքացի ես եւ ընդհանրապես քո քաղաքացիական դիրքորոշումն ես հայտնում, պարզապես մտածող մարդ ես, մտավորական։ Օրինակ, ինչ դիրքորոշման մասին է խոսքը։ Օրինակ, ասենք որ ես Նիկոլի դեմ եմ կամ ես այս մեկին եմ սատարել ինչ որ մեկի դեմ չէ, այս տարվող քաղաքականությանը դեմ ես կամ այս մենք խնդիրը նրան է որ բոլորս դեմ ենք, ոչ մեկ կողմ չի, հասկանում եք։ Մենք գնում ենք ընտրության եւ ընտրում ենք չարի եւ ավելի չարի կամ վատի եւ ավելի վատի, այդպես չպետք է լինի։ Հասկանում եք, եւ մենք դա պետք է հասկանանք։ Մենք պետք է սկսենք փորձենք փոխել ինչ-որ բան։ Մարդ, որը կարող էր դառնալ իր ամբողջ կյանքով իդեալական հակակշիռ իշխանությանը, որոշեց, որ ոչ, ինքն է դառնալու իշխանության տերը։ Դրա համար մենք հիմա այս վիճակում ենք, հասկանում եք։ Իսկ եթե մենք ուզում ենք ապրել նորմալ երկրում, որտեղ որ օրենք կհարգվենք, որտեղ որ մենք իրար կսիրենք, պետք է հակակշիռ լինի։ Պետք է միշտ լինեն մարդիկ, որոնք որ պետք է իշխանությանը տոնուսի մեջ պահեն, բզզեն նրանց, ասեն, որ ժողովուրդ սխալ եք անում։ Մի մոռացեք, որ դուք ծառա եք այս ժողովրդի համար։ Դուք այսօր այդ ասողներին ձերբակալում են, փաստորեն։ Դե գիտեք, հիմա այդ ձերբակալում են, չեն ձերբակալում, ում որ ձերբակալում են, անգամ այնտեղից կարող է խոսել։ Այսօր այդքան դժվար չի, ինչքան Նելսոն Մանդելայի ժամանակ։ Հետո տեսեք Նելսոն Մանդելան դիմացավ, դուրս եկավ եւ արեց այն, ինչ որ արեց։ Հիմա եկեք հասկանանք, հիմա հարավ Աֆրիկյան Հանրապետությունում կյանքը ավելի լավ է, թե առաջ էր ավելի լավ։ Դա էլ է խնդիր մեծ։
Հասկանում եք, եթե մենք խոսում ենք այն ժամանակ ապարտեիդի մասին եւ որ սևամորտներին ճնշում են եւ այլն, հիմա ճնշում են նրանց, որ ճնշում էր առաջ։ Հիմա սպիտակամորտների համար կարելի է տեսնել սպիտակամորտ։ Մեկ ծայրահեղությունից մեկ այլ ծայրահեղության մեջ։ Այդ խնդիրը արկա է, դրա մասին միգուցե այդքան չեն խոսում, ինչքան ապարտեիդի մասին, բայց միգուցե դա ձեռ է տալի հիմիկվա ուժեղ պետություններին կամ այն լիդերներին, որ դրա մասին չխոսեն։ Դրա համար մենք ոչ թե պետք է լինենք ինչ որ մեկի դեմ, այլ մենք պետք է բոլորս լինենք հայամետ եւ հայ ժողովրդի կողմ եւ մտածենք, թե ինչն է լավ այսօր մեր երկրի համար։ Հասկանում եք, միգուցե այն մարդիկ, որոնց դեմ այսօր այսքան բան խոսում են, տարիներ 50-100 տարի հետո դառնան ազգի հերոս։ Ոչ մեկ չգիտի դրա մասին։ Կամ այն մարդիկ, որոնք որ հիմա բանտերում նստած են ինչ-ինչ պատճառներով, կամ այն մարդիկ, որոնք որ պետք է բանտերում նստած լինեն, բայց ինչ-ինչ պատճառներով նստած չեն բանտերում, դրանք դառնան ազգի հերոս, մենք չգիտենք, ոչ մեկ չգիտի, ամեն ինչին ժամանակ է պետք։ Արտահայտվել կարող է, եթե մարդը ուզում արտահայտվի, թող արտահայտվի, բայց ոչ թե իրան գան եւ գիտեք, հիմա այս լրագրողական մշակույթները այնքան է ցածր եւ պարզ է, որ երաժշտությունը պատվիրում է այն, որ վճարում է, բայց դա չպետք է այդքան զռայ, ավանակի ականջները այդքան չպետք է Երևան, լրագրողը պետք է մնա լրագրող եւ պետք է ունենա լրագրողական էթիկա, լրագրողական կրթություն, լրագրողական մշակույթ կրի իր մեջ, ոչ թե վերցնի բարձրախոսը եւ մտնի այս կամ այն մարդու բերանը տալով ըստ երևույթի սուր կամ ոչ սուր հարցեր, օրինակ եռաբլուրում, օրինակ ծիծեռնակաբերդում, որ տեղը չի դրա մասին խոսելու կամ չխոսելու։ Գիտեք, կան վայրեր, որտեղ որ պետք է լռես, հարգելով զոհերին օրինակ։ Բայց մենք ամեն ինչից փորձում ենք կրկես սարքել, շոու սարքել, բարձրացնենք մեր ռեյտինգները, ավելի շատ մեր վիդեոները դիտեն, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Այսինքն մենք վազում ենք այն բաների հետևից, որոնք որ ակտուալ են այս պահին հենց հիմա եւ մեզ միգուցե հարստացնեն, բայց իրականում պատմության տեսակետից էժանագույն եւ էժանագին են։ Դա իմ կարծիքն է ազնական։ Գոր, իմ մոտ եկած բոլոր հյուրերը այնպես են խոսում, կարծես գիտեն ճշմարտությունը, Ես չգիտեմ, բացարձակ, ես այդ հյուրերից։ Ինչու այնպես ենք խոսում բոլորս գրեթե, որ գիտենք ինչ պիտի արվի, բայց չենք անում դա։ Չէ, ես չգիտեմ ինչ պետք է արω։ Ես գիտեմ, ես ինչ կարող եմ անել եւ ես գիտեմ, թե ինչպես եմ ես դաստիարակել իմ երեխաներին։ Այդ դրա համար ես կարող եմ պատասխան տալ։ Թե գլոբալ ինչ պետք է անեն, եթե ես իմանայի, իհարկե կփորձեի անել նաեւ գլոբալ։ Ուղղակի ես նաեւ եւս մեկ բան գիտեմ, շատ կարեւոր, որ յուրաքանչյուր գլոբալ բանը սկսում է շատ փոքրիկ քայլերից, որոնք որ դու ինքդ պետք է անես։ Դու քո ընտանիքը, քո ընկերական։ Այսինքն, եթե դու պատասխանատվությունը վերցնում ես քո ընտանիքի համար, դու արդեն որոշակի պատասխանատվություն երկրի վրայից, որովհետեւ ծանրաբեռնվածություն արդեն վերցնում ես։ Իհարկե, այստեղ խնդիրը նրանում չի, որ երկրի վրայից կամ դրա մասին դու չես մտածում, դու ուղղակի փորձում ես ստեղծել քո իդեալական։ Այսինքն մարդ տեր լինեն հատվածին, ինչ որ իրեն է հատկացված, ինչը որ իրենն է։ Դու հիմա մենք բոլորս ասում ենք, որ Երևանը աղտոտված է կամ կեղտոտ է, բայց մենք բոլորս աղտոտում ենք եւ Դե Փարիզը շատ ավելի կեղտոտ էր, ասեմ ձեզ, որ աշխարհի մայրը։ Նեապոլն է շատ ավելի կեղտոտ, բայց հիմա խնդիրը նրանում է, որ մենք տեսնում ենք, չէ՞, հարյուրավոր մարդկանց, որոնք որ ծխում են եւ ծխախոտը մեքենայից նետում են, չէ՞։ Հիմա այդ մարդուն փոքր ժամանակ իր հայրը չի ասել, որ օրինակ ես իմ փոքրերին, երբ որ փոքր են երեխաներս, երբ որ մտնում էին վերելակ տեսնում էին ինչ աղտոտված, ես միշտ ասեմ, որ դե ֆաշիստն են դա արել։ Հիմա իրանց մոտ տպավորված է, իրենք երբևիցե չեն անում եւ այն մարդիկ, որոնք որ ոչ թե խոզ են, որտեղ եկե խոզերին չնեղացնենք, այլ ֆաշիստ, վատ մարդ։ Հիմա այդ ֆաշիստները մեր կողքին ապրում են, չէ՞, ծնող է ինքը, կարող է պաշտոնյա է, լավ տղա է, բայց այդ անում է։ Հիմա ախտումորը չի սիրում, չի հարգում մեր քաղաքը, ինձ, ձեզ, իրեն, իր երեխաներին, բա դրանց է պետք սկսել։ Մենք հիմա բոլորս անպագորգոր բառերի մասին ենք խոսում, փրկենք Հայաստանը, վերադարձնենք հողերը, Արցախը, Արևմտյան Հայաստանը, բայց եկեք մի հատ փորձենք բիճուկ չգցել։ Եկեք փորձենք ծառը կտրելու տեղը հետենք, բուժենք այդ ծառը, եկեք փորձենք մեր բակը մաքրելով կողքի բակը չհաղթոտենք։ Հասարակ շատ նորմալ, հեշտ արվող բաներ։ Չէ, չենք կարողանում մենք դա անել։
Մեզ մոտ դա չի, մենք բոլորս ուզում ենք գլոբալ բաների մասին։ Ինչ որ բան փրկենք։ Այո, ինչ որ բան փրկենք, մոռանալով որ մի հատ մտածեք, ձեր Բաքում հարցեր լուծել եք թե չէ։ Բաքում ունենք սպորտային ինչ որ վայր, որտեղ որ երեխաները կարող են սպորտով զբաղվել, որ տղաները բանակ գնալուց լինեն առողջ ֆիզիկապես, իսկ աղջիկները ծննդաբերելուց ժամանակ առողջ լինեն։ Ունենք թե չէ։ Թե ունենք մեքենաների վայր կանգնացնելու տեղ։ Դուք տենց պարզ հասարակ բաներից սկսենք մտածել, ոչ թե անպագորգոր, դրա համար ես չգիտեմ ինչ պետք է անել կամ կարելի անել։ Ես իմ արածի համար։ Ու եթե խոսում ես գոր, այսօր կարծես թե խոսքն է անժեզրկված, թե շատ խոսք կա, շատ բառեր են հնչում։ Բայց այդքան հարցազրույցներ են վերցնում, այդքան մարդիկ խոսում են։ Իսկ դու մի առիթով ասում էիր, որ մեր մոտ շատ լավ ստացվում է անիմաստ խոսելը, եւ այդ գործը շատ լավ է ստացվում։ Աշխարհի չեմպիոն ենք անիմաստ խոսքերով, խոսելով, անիմաստ հարցեր տալով իրար, եկեք մի քիչ լռենք, էլի։ Ես օրինակ որ գալիս եմ տուն բավականին երկար լռում եմ, որտեղ այնքան եմ խոսում օրվա մեջ, որ արդեն արժեշտվել են, այո, բառերը արժեշտվել են, իհարկե։ Բացի դրանից, որ մարդիկ, որոնք որ ինչ որ բաներ անում են, արժեզրկում են, մենք ինքներս այնքան ենք սուտ խոսել, որ ճշմարտությունը արդեն այնքան ենք մարդկանց ասում ենք, ես սիրում ենք, մենք քեզ հարգում ենք, հետո այդ մարդը պատտվում է, մենք իր մեջքից ինչ ասես ասում ենք։ Այնքան ենք ասում, որ ես քեզ կսատարեմ, հետո այդ մարդուն բանտարկում են դու իրան չես սատարում։ Դա համար ավելի լավ է։ Գուցե չխոսանք, չասենք, խոսք չտանք իրար։ Որպեսզի հետո սուտ դուրս չգանք։ Դե գոնե սուտ դուրս չգանք։ Հեշտ է, չէ՞ դժվար չէ։ Գոր, դու արվեստի մարդ ես, հետաքրքիր է եղել է երազումդ, որ արվեստի դժվար է, ինչի՞ է արվեստի։ Եթե հաղորդումներդ նայում եմ շատ, այդ հաղորդումներդ նայում եմ եւ հետաքրքիր քննարկումներ ես անում շատ։ Օրինակ վերջին անգամ այսինքն վերջին իմ տեսածը, ոչ թե վերջին անգամ Ավետի եւ Արամ Ավետիսի հետ էր, որ խոսում էր թե Հայաստանում ինչու չի վաճառվում պոեզիան։ Վերջը որոշեցիք ինչու չի վաճառվում պոեզիան, հայկական պոեզիան։ Պոետներին է պետք հարցնել նախ ինչու։ Ձեր քննարկման արդյունքում ինչ բարձվեց։ Բարձրաց որ ժողովրդին դա պետք չի։ Պետք չի, բարձրաց։ Որտեվ հացում ավելի խորոված, շատ ավելի կարևոր է պոեզիան։ Հետո գիտեք ինչ, Երբ որ մենք ապրում ենք մեր ոսկե դարաշրջանը եւ երբ որ հայկական պոեզիան տպագրվում էր, չգիտեմ, մեծ տիրաժներով, խոսքը սովետի ժամանակի, չէ՞, դա բացարձակ կապ չուներ բիզնեսի հետ։ Պետությունը գումարների իջացնում էր վերևից, պետք էր որ բոլոր հանրապետություններում իրենց, այսպես ասած, ազգային պոեզիան ճանաչելի լինի եւ այլն, շատ կարեւոր է նաեւ Մոսկվայի համար որ ռուսերեն թարգմանվեին, դա էլ էր արվում։ Այդ ժամանակ բոլորս ուզած չուզած եւ շատ քիչ գրքեր կային, չէ՞, բոլորս ում մտնում էինք, նույն գրքերն էին։ Քիչ ասելով, այսինքն սահմանը հիմա անսահմանափակ է, այն ժամանակ բոլորս ունենք տունը Թումանյան, Իսահակյան, չգիտեմ, կարևոր չի կարդում էին թե չէ, բայց ունեին։ Դերենիկ Դեմիրճյան, կարևոր չի, բոլորս ունենք այդ տանը հայերեն, ռուսերեն, թե կարդում էին, չեն կարդում, չգիտեմ։ Դպրոցում սովորում էին եւ այդպես գնում էր ուզած չուզած դրա համար մի քիչ Հովհաննես Թումանյան, մի քիչ Ավետիք Իսահակյան, մի քիչ Վահան, մի քիչ ավելի շատ քիչ Դուրյան, Սիամանթո, մնացածը։ Նրանք դասական են եւ այդպես որոշվել էր, որ սա դասական գրականություն է, սա պետք է մենք ուսումնասիրենք, բայց այն ժամանակ նաեւ գոյություն ուներ Սևակը, Սիլվա Կապուտիկյանը, էլի քիչ բերում էին, բայց ոչ այդքան, ինչքան օրինակ Ավետիք Իսահակյան, Տերյան եւ որովհետեւ նրանք միգուցե ինչ որ հակաբաներ էին գրում։ Հիմա մենք ունենք դասականը, Սևակ, Չարենց, Սիլվա Կապուտիկյան, որոնք որ դարձան դասական, եւ ունենք նոր պոեզիա, որը որ տարածվում է արդեն ոչ թե գրքերով եւ այլն, այլ գոյություն ունի ինտերնետ, սոցցանցեր։ Դու ընթերցում ես, կարդում ես այսօրվա ժամանակակից հայ գրականություն։ Ես ինչ որ հասցնում եմ, այսինքն ոչ թե ինչ որ հասցնում եմ, այլ ինչ որ ինձ հետաքրքրում է փորձում եմ կարդալ այն մարդկանց, որոնց որ ճանաչում եմ, կարդում եմ, բայց որ ասեմ ես հայ արդի գրականության մասնագետ եմ, ոչ, ցավոք սրտի։ Իսկ սիրահար կարելի է ասել։ Ես ավելի արագ, տասնյակ ավելի արագ անգամ եմ կարդում ռուսերեն։
հայրենս իմ այդքան կարդալու տեսակի, այսինքն եթե ես ռուսերեն գիրք կարող եմ կարդալ հաստ բավականին արագ, այսինքն 1 կամ 2 օրվա ընթացքում այդպիսի ծավալի հայերեն գիրք ես կարող եմ կարդալ շատ ավելի երկար եւ իմ ժամանակն եմ վատնում, եթե գտնում եմ թարգմանությունը շատ ավելի արագ խժռում եմ դա եւ ինձ դուր է գալի, գիտեմ այդպիսի դեպքեր տեղի ունեցել է, եթե ինչ որ կարճ բաներ են, այո, հասցնում եմ կարդալ նորից ինտերնետում։ Որոնք են քո սիրած հեղինակները։ Դե Արամ Ավետիսն եմ սիրում շատ, որովհետեւ ճանաչում եմ։ Ավետի այն պոեզիան եմ ավելի շատ սիրում, որը որ երգեր չեն դարձել եւ չեն դառնա ստերեոտիպ։ Եվ ում կարող եմ ասել Մարիամ Պետրոսյան եմ սիրում շատ, բայց ռուսերեն են գրել Դով կատորում։ Նարինե Աբգարյանը համարվում է հայ գրող։ Նարինե Աբգարյանն եմ շատ սիրում։ Կոլյա Ստեփանյան հայերեն թարգմանած չկա, իր գիրքը դեռ ցավոք սրտի, նա 44 օրյա պատերազմներ մասնակցել, հետո եւս իր ընկերների հետ 70 օրից ավել մնացել էր շրջափակման մեջ եւ գիրք է գրել դրանց հետո, կորցրել իր ոտքերը եւ ապրում է լի կյանքով, այս պահին Կոլյան գնացել է տիկնոջ հետ Վիետնամ եւ այնտեղ անգլերեն է դասավանդում։ Այսինքն այդ մարդը շատ ավելի առողջ է եւ առույգ է, քան մեզանից շատ ավելի ֆիզիկապես կարծես թե առողջ մարդիկ եւ անգամ լեզուս չի պատտվում, որ Կոլյայի նման տղաներին ասեն, որ իրանք ինվալիդ են, որտեվ մենք ենք ինվալիդ շատ ավելի շատ դեպքերում։ Կոլյա Ստեփանյանի գիրքը կոչվում է Որտեղ, где, ռուսերեն է նա գրել, խորհուրդ եմ տալիս կարդալ, եթե չեք կարդացել, հիանալի գիրք է։ Հիմա այդ process-ների մեջ է, ես էլ մի քանի թարգմանիչ հետ զրուցել եմ, որ կարողանանք առաջ տալ։ Ես անպայման կկարդամ, ինձ հետաքրքրեց արդեն կերպարը։ Շատ հիանալի գիրք է, շատ հումորով ճիշտ եւ դաշան գրված պատմության այն պատմությունը, որը որ 5 տարի առաջ է տեղի ունեցել մեր երկրում։ Արցախյան պատերազմ, 44-րդ պատերազմ, Կոլյա Ստեփանյան եւ սա բոլոր հերոսները գոյություն ունեն, կենթան են կամ արդեն զոհված։ Իրական պատմություն։ Իրական պատմություն։ Հայերեն, տեսեք որ խնդիր է, չէ՞, նա հայ է, Ռուսաստանից է եկել, ապրել է Ռուսաստանում, Ռուսաստանից վերադարձել է հայրենիք, որ գնա ծառայության, հատուկ դրա համար։ Հետո սկսել է պատերազմը, մասնակցել է պատերազմի, գրել է գիրք ռուսերենով, որտեվ իր լեզուն հայերենը ռուսալեզու է, բայց հիմա տեսեք, քանի արդեն 2.5 տարի անցել է, եւ չի միջև հիմա չի թարգմանվել, կարծես ինձ եւ Կոլյային է հետաքրքրում այդ հարցը, եւ բացի դրանից դա այդ ֆիլմը արդեն գրված սցենար է ֆիլմի, այդ գիրքը արդեն գրված սցենար է ֆիլմի համար, բայց մենք նախընտրում ենք, մենք չէ, մարդիկ, որոնք որ այսօր նկարանում են հայկական ֆիլմեր, նախընտրում են կամ ուզում են ավելի շատ նկարել ինչ որ կատակերգություններ եւ այլն։ Կաներ քեսի։ Քո այդ գիրք ես բերել նվեր մեր հաղորդմանը եւ գրքից խոսեցինք, ես հիշեցի, որ սա ուրեմն չգիտեմ հայերեն ինչպես է լատվիացի թե լատիշ գրող է, ազգությամբ լատվիացի Յանիս Յոնևսի գիրքն է, Ելգավա 94, սա կարծես թե իմ մասին է գիրքը գրված եւ հեղինակի ստորագրությունը այստեղ ունենք։ Նյումեգը ունի այդպիսի շարք, հիանալի, սիրում եմ իրենց դրա համար շատ, եւ այս գիրքը նրա մասին է, որ երիտասարդը մետալիստ է, այսինքն նա սուբկուլտուրայով ապրում, ես ապրել եմ այդ սուբկուլտուրայ Իրանից 8 տարի ավելի շուտ 86 թվականից, այսինքն 94, լավ թարգմանված է, ինչի եմ ասում լավ թարգմանված է, որովհետև շատ դժվար է երիտասարդական սլենգը լատիշերենից թարգմանելը սերունդի, բայց թարգմանիչները հիանալի աշխատանք են վարել եւ իսկապես Նարեկ Խաչատրյանին կեցե, որ կարողացել է այսպես թարգմանել։ Շնորհակալ եմ շատ, անպայման կանդրադառնամ։ Ֆիլմ կա այս գրքով նկարված լատիշերեն, եթե ինչ-որ մեկին հետաքրքրում է, կարող է դիտել։ Անգլիական սուբտիտրեր կան։ Գոր, հետաքրքիր է թե այսօր ինչն է, որ դու տեսնում ես, որ անուշադրության կենտրոնում է հայտնվել մեր հանրության մեջ, մեր իրականության մեջ։ Ամեն ինչը, ինչն է ուշադրության կենտրոն։ Ուշադրության կենտրոն մենակ իրար միս ուտելն է։ Մեկ էլ մնացած բոլորը անուշադրության կենտրոնում։ Սերը ուշադրության կենտրոնում է։ Ոչ։
Էմպաթիան, անուշադրության կենտրոնում, մեր պատմությունը։ Դե մեզ մի կողմից ասում են, որ պետք է ապրենք իրական կյանքով, բայց եթե դու ուզում ես իրական կյանքով ապրես եւ իրական Հայաստանում չպետք է մոռանաս ինչ է տեղի ունեցել քո հետ, քո ազգի հետ եւ գոնե փորձես այդ սխալները չկատարել, չէ՞ որ մենք այդ սխալները ամեն 100 տարին մենք սրա պոչի տակ ենք մտնում, նրա պոչի տակ ենք մտնում, հիմա էլ ենք պոչ ման գալի։ Միակ ցեղասպանվում են, նորից վերադառնում։ Այո, դրա համար ինձ թվում է ամեն ինչն էլ ծառերը Երևանում, չգիտեմ, շատրվանները Երևանում, ինչ է։ Մենք այսօր ունենք կարիքը ինքներս մեզ մեր մասին պատմելու։ Նորից սկզբից պատմենք։ Կարիք ունենք լռելու միաժամանակ։ Հետո նոր կարողանանք լսենք ինքներս մեզ, մի հատ յուրաքանչյուր մարդ ինքը իրան լսի, հասկանա ինչ ունի այս աշխարհին տալու։ Եթե ես բժիշկ եմ, արի զբաղվի բժշկությամբ։ Եթե ես դզող փչող եմ, չգիտեմ հայերեն դա ինչպես է, արի դզող փչող լինեմ։ Եթե ես կարողանում եմ խոհանոցում ինչ-որ խոհարարական կախարդություններ անել, եկեք ամեն մարդ զբաղվի նրանով, ինչով կարողանում է զբաղվել։ Եթե ոչինչով չեք կարողանում, փորձեք ինչ-որ բան անել։ Բայց ոչ թե բոլորս դառնանք ֆուտբոլային մեր հավաքականի պարտությունից հետո ֆուտբոլային մասնագետ, միշտ ուրեմն քաղաքական մասնագետ, COVID-ի ժամանակ ուրեմն դառնում ենք բժիշկ եւ այլն եւ այլն։ Մենք բոլորս ամեն ինչ կարող ենք։ Ես խոստովանում եմ, որ ես ոչինչ չեմ կարողանում։ Ինձ մոտ ամենալավը ստացվում է պարկել իմ սիրելի դիվանին ու կարդալ գրքեր։ Վերջ, դրանից բացի ես ոչ մի բան լավ ես կյանքում չեմ կարողանում։ Դա կարող եմ անել մաքսիմալ լավ։ Իմ հյուրերի միշտ հարցնում եմ այս հարցը, թե մարդը ինչով է տարբերվում անասունից։ Անասունը ինչ է։ Կենթանի անասունի մասին խոսք։ Կենթանուց։ Դե ախր մենք անասուն արարածից։ Անասուն ուրեմն եթե այդպես ուրեմն մարդը տարբերվում է նրանով, որ ունի լեզու եւ կարողանում է խոսել։ Բայց նորից եմ կրկնում մեր մեծագույն մեծերից մեկին Հովհաննես Թումանյանին, ասողին լսող է պետք։ Բայց կենթաններից մենք ահագին բաներ ունենք սովորելու։ Կենթանները պաշտպանում են իրենց նմաններին։ Կենթանները իրենց ձագերի նկատմամբ բարի են գտնվում։ Մեծամասնությունն է հիմա կարող են այստեղ գիտնականներ լինեն, ասել որ առույցների Pride-ում գլխավոր առույցը բոլոր տղաձագերին ուտում է եւ այլն, դա իրենց կյանքի, այսպես ասած, անբաժան մասն է։ Լսեք, տեսեք, որ բնության մեջ կենթանների մոտ նենց բաներ են տեղի ունենում, որ մենք մարդիկ իսկապես պետք է սովորենք։ Ինչպես են մեղուները պաշտպանում իրենց բունը պատերազմի ժամանակ։ Չէ՞ որ նրանք հասկանում են, որ կկորցնեն իրենց մայրին, կկորցնեն իրենց օջախը եւ բոլորը անխտիր պատրաստ են գնալ եւ պաշտպանել։ Մեզ մոտ ցավոք սրտի դա այդպես չի։ Չէ՞։ Օրինակ, մրջունները աշխատասեր են։ Նրանք ասում են, չէ՞, մարդ աշխատասեր ինչպես մրջունը։ Դե եկեք մրջունների պես փորձենք աշխատել։ Այսքան բաներ կա, որ նույնիսկ պետք է փորձենք նմանվել, ոչ մի։ Պետք է անասուններից սովորենք։ Մի քիչ էլ լռել սովորենք։ Դա ամենակարևորն է, այո։ Ինչքան լռենք, այդքան գուցե։ Մի քիչ լռենք, երևի մի փոքր ներհայացմամբ զբաղվենք, ինքներս մեր ներսը նայենք եւ Դե դրա համար ամեն անգամ, երբ որ ինձ հարցազրույց են կանչում, ես միշտ զարմանում եմ, ասում եմ, այդքան խոսում եմ, ելեք ուզում խոսեմ։ Այդքան ես ամեն աստծոր օրը 3 ժամ ուղիղ եթերում խոսում եմ։ Բացի դրանից այդքան ծրագրեր ինձ թվում է որ բայց չես սպառվում, փաստորեն միշտ հետաքրքիր ես։ Չգիտեմ, դա էլ արդեն իմ որոշումը չի, հետաքրքիր թե չէ, դա երևի հեռուստա դիտողը, ռադիո լսողն է որոշում, YouTube-ա դիտողը, ուղղակի ինձ թվում է որ մեզ մոտ ամեն ինչ այն ինչ որ պետք չի շատ է, իսկ այն ինչ որ պետք է քիչ է։ Ցավոք սրտի այդպես կարող են գիտեք կարճ ասել։ Շնորհակալ եմ Գոռ ջան, հետաքրքիր զրույցի համար, իսկապես հետաքրքիր։ Շնորհակալություն։ Եթերում անուշադրության կենտրոններ, այսօր իմ հյուրը հեռուստահաղորդավար Եգոր Կլումովն էր։ Կհանդիպենք հաջորդ կիրակի առայժմ։